Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր դեկտեմբերի 12։ Սատանան օգտագործում է խորամանկ հնարքներ։ Եվ Ասորեստանի թագավորը Ռապսակին շատ զորքով Երուսաղեմ ուղարկեց Եզեկիա թագավորի մոտ։ 4-րդ թագավորաց 18-րդ գլուխ 17-րդ խոսք։ Ասորեստանցիները ներկայացնում են այսօրվա բարգավաճման ցուցանիշը։ Սատանան իր բանակը, այսինքն մարդկանց, ովքեր հզոր են, գեղեցիկ և թվացյալ հաջողակ իրենց ամեն ինչում, կհավաքի ձեր պարիսպների շուրջը, որպեսզի երբ նրանց տեսնեք, ձեզ զգաք պատերի ետևում գտնվող բանտարկյալների նման։ Թշնամու պատգամաբերի առաջին խորամանկությունը հավատացյալի Աստծո նկատմամբ լիակատար վստահության նվիրվածությանը մարտահրավեր նետելն է։ Ռապսակը, որի անունը նշանակում է հարբած պատգամաբեր, թագավորի դեսպանն էր։ Նա ծաղրում էր բարեպաշտը ժողովրդին, ասելով. «Աստված ձեզ չի հանի այս խառնաշփոթից, դուք կործանվելու եք, դուք մեծ դժվարության մեջ եք, և ձեր հավատքը ձեզ չի օգնի»։ Ապա Սատանան ավելացնում է մեկ այլ շրջադարձ, ասելով ձեզ, որ Աստված է կանգնած ձեր բոլոր խնդիրների հետևում։ Ասորեստանի պատգամաբերը հայտարարեց. «Եհովան ինձ ասեց. գնա այն երկրի վրա և նրան ավերիր»։ Խոսք 25-րդ։ Սատանան կփորձի համոզել ձեզ, որ Աստված է զայրացած ձեզ վրա, բայց սա նրա ամենախորամանկ սուտն է։ Նա կասի ձեզ, որ ձեր բոլոր խնդիրները Աստծո պատժի արդյունքն են ձեր անցյալի մեղքերի համար։ Մի հավատացեք դրան, դա Սատանան է, որ ուզում է կործանել ձեզ։ Մեր Տերը փրկիչ է, նա մեր ամրոցն է։ Եսայան գրել է, որ նա գալիս է Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սուգի տեղ, գովության պատմուճան հանգված սրտի տեղ, և նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Եսայի 61-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ոչ, սիրելիներ, դուք չեք ընկնում, դուք պարզապես հարձակման եք ենթարկվում եք թշնամու ստերի հարձակմանը, որովհետև անկեղծորեն որոշել եք վստահել Տիրոջը։ Սատանան փորձում է ոչնչացնել ձեր հավատքը Աստծո հանդեպ, ուրեմն մի տրվեք նրա խորամանկ հնարքներին։